Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Եվ այսպես շուրջ 2 տարի առաջ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հակակոռուպցիոն կոմիտեն աշխատավայրից բերման է ենթարկել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման եւ գույքի կառավարման բաժնի պետին եւ 2 աշխատակցի։ Կոմիտեն գործընկերոջս հայտնել է, որ Արմեն Այվազյանին կաշառք ստանալու մեղադրանքով են ձերբակալել։ Ինչ վերաբերում է գովազդի բաժնի 2 աշխատակցին ձերբակալելուն, կոմիտեն հետքել է տեղեկությունը։ Արմեն Այվազյանն արդեն 3 տարի ղեկավարում է եկամուտների հաշվառման, հավաքագրման եւ գովազդի բաժինը։ Նրա ձեռքի տակով են անցնում հարկերն ու մյուս եկամուտները։ Իսկ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը 3 տարբեր քրեական վարույթների շրջանակում վերջին օրերին հարցաքննության է հրավիրվել որպես վկա։ Փաստ-ինֆոյի հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։ Փաստաբան տեղեկություն չունի, ում հաղորդման հիման վրա է նախաձեռնվել քրեական վարույթը կամ կան արդյոք ցուցմունքներ։ Քրեական վարույթներից մեկը վերաբերվում է Սրբազանին վերագրվող տեսագրության տարածմանը։ Հարցաքննության ընթացքում նա հայտնել է, որ տեսագրությունը իր հետ որևէ առնչություն չունի։ Մյուս երկուսը խայտաբղետ, զարմանահրաշ, տարօրինակ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներ են, որոնց շրջանակներում Արշակ Սրբազանը հարցաքննվել է որպես վկա, սակայն կասկածի շուրջ, այսինքն ունեցել փաստացի մեղադրյալի կարգավիճակ։ Ակնհայտ է, որ սա եկեղեցու նկատմամբ քաղաքական եւ ոչ միայն քաղաքական ճնշումների շրջանակի մեջ է։ Սրբազանը հայտնել է, որ չի վստահում նախաքննական մարմնին եւ օգտվելով իր իրավունքներից հրաժարվել է ցուցմունք տալ։ Մոտ 5 ամիս կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից։ Կոչ է արել չհուսահատվել, շարունակել պայքարը։ Նպատակասլացությունը բնորոշ է մեզ, մեր ժողովրդին, որի պատմությունը բազմաթիվ ծանր շրջաններ է ունեցել։ Մենք միևնույն է հաղթահարել ենք բոլոր դժվարությունները, գրել է Կարապետյանը։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցված խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով, գուցե առավելագույնը եւս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չես պահի, երկրի արժանապատվությունը չես վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չես լավացնի, պետության խնդիրները չես լուծի։ Մենք հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին։ Այդպես է լինելու նաեւ հիմա, չկասկածեք։ Ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության համար։ Հիշեցնեմ, որ ընդամենը 2 օր առաջ դատարանը վճռեց Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգել եւս 2 ամսով։ Փաստաբանների փոխանցմամբ Կարապետյանը դատարանում կրկին հայտարարել է, որ մեղադրանքները սուտ են, ինքը անմեղ եւ պետք է ազատ արձակվի։ Իսկ այսօր ժամը 15-ին գլխավոր դատախազության դիմաց ակցիա է հաջակցություն քաղբանտարկյալների։ Որպես այս տարիներին քաղաքական հետապնդումների ենթարկված բազմաթիվ քաղաքացիների գործերով ներգրավված իրավապաշտպան փաստաբան Վարազ Դադարությունյանը կոչ է արել մասնակցել ակցիային։ Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությունը քաղաքական կարևորագույն օրակարգերից է, գրել է իրավապաշտպանը։ Մինչ գործող իշխանությունը խոսում է ժողովրդավարության, խոսքի ազատության, արդարության ու հավասարության մասին, Հայաստանի բանտերում գտնվող քաղբանտարկյալների վերաբերյալ տարբեր զեկույցները ցույց են տալիս հակառակ պատկերը։ Վերջին զեկույցների համաձայն Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշները անկում են ապրում, անշրջելի միտում ցույց տալով։ Քաղաքագիտությունը ասում է, որ ժողովրդավարությունը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, որից ընդամենը մեկն է ընտրությունները, հա, միայն ընտրությունները բավարար չէ երկրի քաղաքական ռեժիմը գնահատելու համար։ Լիբերալ ժողովրդավարություն դա իրավունքի գերակայությունն է եւ իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանում։ Այստեղ հատկապես այս առումով մենք ունենք լուրջ խնդրեմ, որովհետև առանց այդ էլ մի այսպես կային ինստիտուտներ չունենք, իսկ հիմա այնպես է ստացվել, որ Հայաստանում օրենսդիր իշխանություն գիտենք, որ գերակշռությունը մեկ քաղաքական ուժ է, քաղաքացիական պայմանագիր է, ժողովրդավարությունը եւ ժողովուրդը նույնականացվում են։
ժողովուրդը եւ ժողովրդավարությունը նույնական չեն, որովհետեւ եթե ժողովրդի վրա է ամեն ինչ հիմնում, ապա դա ամբողջավարություն է կոչվում, օխլոկրատիա է կոչվում, ոչ թե դեմոկրատիա է կոչվում։ Հիմա ինքը հայտարարում է, որ ինքը ժողովրդի ներկայացուցիչն է եւ բոլոր նրանց, ովքեր իր համար վտանգ են ներկայացնում, ժողովրդի թշնամի են եւ ժողովրդի անունից սկսում է այդ մարդկանց անօրինական կերպով հալածել։ Պաշտոնական լրահոսից հեռախոսով զրուցել են Հայաստանի եւ Սիրիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ասադ Ալ-Շայբանին։ Ըստ հայկական կողմի հաղորդագրության պայմանավորվել են համատեղ ջանքերով, այդ թվում փոխայցելությունների միջոցով ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցությունը։ Երկու երկրների նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին։ Ըստ Սիրիայի հաղորդագրության Սիրիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանի գործընկերոջը շնորհավորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար եւ մտքեր են փոխանակվել խաղաղության շարունակական ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի հետ։ Հանդիպման ընթացքում հայ եւ վրացի նախարարներն անդրադարձել են երկու երկրների տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք այլ հարցերի։ Նշեմ, որ Գևորգ Պապոյանը Վրաստանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի շրջանակում։ Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավիլաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Դե քանի որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը պատմական փուլում է, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մոտ է իրական արդյունքների, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդյանը Ստամբուլում ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանում հայտարարել է մի շարք լավատեսական թեզեր։ Լսենք նրան։ Այսօր այս խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ ես պատիվ ունեմ ուրախությամբ հայտարարելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական խաղաղության հռչակագիրը ամուր եւ իրական հանձնառություն է երկու երկրների կողմից առաջ մղելու խաղաղության գործընթացը եւ վերջապես փակելու հակամարտության էջը։ Եվ վերջապես այստեղ Թուրքիայում գտնվելով չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ։ Այժմ ընթացող կառուցողական եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման եւ ավելի լայն համագործակցության։ Եվ մինչ Ստամբուլում հայկական կողմը լավատեսորեն հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շուտով դրական արդյունքներ կտա, հենց նույն քաղաքում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը նույն թեմային անդրադարձել է այլ ձևակերպմամբ։ Եթե պաշտոնական Երևանը խոսում է ակտիվ քաղաքական երկխոսության եւ սահմանների հնարավոր բացման մասին, ապա Անկարան հիշեցնում է, դուռը կբացվի միայն այն ժամանակ, երբ Բաքուն կասի ամեն ինչ ավարտված է։ Այսպիսով լսենք, թե ինչ է ասել Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության ստորագրման պահից պատրաստ կլինենք կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի հետ։ Դա ավելի վաղ ենք ասել։ Հայաստանի տարածաշրջանում խաղաղությունն այդքան ցանկանալու ամենամեծ պատճառը Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում մեր կողմից քաղաքական կամքի արտահայտումն է։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումն ու տնտեսության ակտիվացումը Հայաստանի համար կարևոր են։ Զանգեզուրի միջանցքը պահանջողն Ադրբեջանն է։ Այն միացնելու է Նախիջևանի եւ Ադրբեջանի հողերը։ Մենք այստեղ Եվրոպայից եկող տարանցիկ ճանապարհի գլխավոր շղթան ենք։ Մեզ նույնպես դա պետք է։ Այժմ, քանի որ Զանգեզուրի միջանցք չկա, մեր առևտուրը կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ռուսաստանի հետ իրականացնում ենք Վրաստանի եւ Իրանի միջոցով։ Օգտվում ենք նաեւ ծովային ուղիներից, ռուսական նավահանգիստներից, հատկապես պատերազմից առաջ։ Զանգեզուրի միջանցքը այս պահին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև շարունակվող քննարկման թեմա է։ Իսրայելական բանակը կրկին հարվածել է Լիբանանի հարավին, ըստ Ցախալի մամուլի ծառայության թիրախը Հեզբոլլահ շարժման օբյեկտներն են։ Վերջին օրերին Իսրայելն ակտիվացրել է Լիբանանի ուղղված հարվածները։ Ավելի վաղ իսրայելական բանակը Լիբանանի հարավում գտնվող մի շարք շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել։
Անկարայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ աշխատանքի կարևորության մասին։ Մենք հյուրընկալել ենք Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնց 3 փուլերի ընթացքում հաջողվել է առաջընթաց գրանցել հատկապես հումանիտար հարցերում։ Կողմերը կարողացել են քննարկել հրադադարի և խաղաղության, ինչպես նաև ռազմական հարցեր։ Մենք այս ամենը համարում ենք արժեքավոր քայլեր։ Այսօր նաև ընդգծել ենք Ստամբուլյան գործընթացը պրագմատիկ և արդյունքին հասնելու միտված մոտեցմամբ շարունակելու անհրաժեշտությունը։ Մենք նախևառաջ պատրաստ ենք Ռուսաստանի հետ քննարկել առաջարկներ, որոնք կարագացնեն հրադադարը և ճանապարհ կբացեն դեպի արդար և կայուն խաղաղություն։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այս գործընթացին մեր դաշնակցի ԱՄՆ-ի մասնակցությանը։ Զուգահեռ Մոսկվան պատրաստ է բանակցել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով բանակցային գործընթացում դադարն առաջացել է Կիևի մեղքով։ Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը անհրաժեշտության դեպքում կարելի է արագ կազմակերպել։ Իսկ արհեստական բանականությանը նվիրված միջազգային համաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացվել է Սբերի առաջին ռոբոտը։ Արհեստական բանականությամբ աշխատող ռուսական առաջին ռոբոտը պարել է Պուտինի համար։ Путешествие в мир искусственного интеллекта. Меня зовут Грин. Я первый российский человекоподобный робот, обладающий воплощенным искусственным интеллектом. Это означает, что я не просто программа на экране, а физическое воплощение технологий. Меня создали инженеры Сбера. Более 40 моторов и множество датчиков позволяют мне двигаться плавно, уверенно держать равновесие и безопасно взаимодействовать с людьми. Хотел похвастаться последним танцем, которому я научился у моих создателей. Салют, включи мой любимый трек. Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Կարող եք հանգիստ պլանավորել ձեր օրը, դուրս գալ քայլելու, վայելել աշնանային արևի ջերմությունը։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 15-ից 17, իսկ երեկոյան 0-ից 2 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում և TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc-media.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, բոլորիս արդյունավետ աշխատանքային օր եմ մաղթում։ ABC լուրերի հաջորդ թողարկումը կարող եք դիտել ժամը 12-ին։